Բարև եղբայր։ Այդ ինչ ես պլանացել։ Ամոթ հարցում ենք։ Ինչ կա, ինչ է կարում։ Ֆրանսիական բլոկ։ Ով հետ, ով առաջ։ Այդ երկար։ Իմեն ձեզ եմ փոխարինում։ Ով ես նստած։ Նստեք։ Բայց ամբողջը չեմ խաղալ։ Կարմեցի։ Հա, լավ խառնել։ Մեդիալ նստեք որ շարունակեք։ Ոնց եք նստած։ Հա, դա շարունակեք։ Չէ, որ շարունակեք։ Հա, Ձեզ ողջունեմ, ստեղ կազմեք ես։ Բաժանողից է։ Իմի քանի որ դեմ ընտրություններ ա, մենք բոլորը կրվում ենք։ Ուսումները կրվում։ 10 խաչ, ագրավը 11։ Ասլա ետ։ Ասել սենացեն են փոխ։ Միադամել մեծ պաշտոն։ Ոչ 4 սիր։ Չէ, հումարի կրկը 4։ Սիրտը կապուտ։ Ես որ փոքր եմ պիտի չնայեմ։ Հա, վարշապետ, վարդադը չան։ Չեն նկարվեն մենք, չէ։ Իրեք հագել դուր։ Իրեք հա։ Ես է չորորդ էլի։ Ես նոտայով եմ։ Էլ չեմ խաղալ, ես այն չեմ։ Շատ ագրեսիվ ստացվում։ Ո՞ր ապրես ուժեղ բազար։ Ես կարան պարոն Փաշյան բոլոր տեղն ասել։
Ես 54 տարեկան եմ, երեխավախտանուց ես աշխատել եմ, ներկուջով տղեմ եմ, տոտս չկա, ասել եմ 30 քառակուսի հողատարած տվեք, տնակ եմ առը դոմի, որի ներեքին ապրին։ Հիմա կարգավորումները հենց են, որ Ստեղ, հոգը դոմիկ էին մետրամոտ, տնակը որ ապրին ներեքին, երեք երեխա ես ունեմ տեղ չկա կուներում։ դա առանձին սոցիալական հարցա։ Հա, անի ես դիմել եմ, ընդունել է ինձ քաղաքապետը շատ սիրով ընդունել է, շաղանջմանին, ասես մին կարին է, սնան 20 քառակուսի որ միակ դոմիկ տնես կոտեժների կողմ։ Դիմումը կկարդամ, բայց հիմա քանի որ ընտրականությունը ոչ մի բան չեմ կարող։ Դիմումը կկարդամ, հետագա ծրագրերը, բայց հիմա չեմ կարող ոչ մի բան խոստամ։ Նաև պետք է մի հատ ծանոթանամ ցույցի եւ ուտնել օրենքարկելը։ Հիմա օրենքարկելը, որ այդ ոսկեգրած երեխեն չաբրի տեղ չունենա, պարոն Թաշինյան։ Եթե նոհայրն առեք, ես ինչ չեմ պահանջել, ես կտին կողարել է, այդքան քառակուսի չտասնի վրեն ապրի, այդ հողի մար իրավոտ մտենց եղը, ու այսքան է, ընդամել այսքան քառակուսի է։ Պետական ծրագրերի շրջանակներում ինչա հասնում է։ Եթե պտի չգետ, այդենց իմ երեխուն է ձևանտեսեք ես մեկ ու չաներ մարդիկ իրացերը խեցնով հաճեկի արանցայի չղերկի կռիվ, բայց իմ երեխեն ամեն ինչին մասնակցի, այսօր այսքան հող իրավունք չունեմ, Ունի իրավունք, բայց ասում հիմա չեմ կարող։ Իմ հույսս դուք եք, մենք ձեզ ընտանիքով կոտիկուն կին ենք եղել, ընտանիքով, քեզ հարգում ենք, ու գիտես, որ ես ասում եմ հարգանքով մնանք, խնդրում եմ ձեզ, Զախարյան Կարինը ինձ ճանաչում է պարոն քաղաքապետը, շատ սիրալիր էին, շատ հարգալի հետ խոսացել է, պրոստը նավակ որուց ամիս է Հարցերը տենց որ մի անգամից չեն լուծվում։ Պարոն Փաշինյան, ես դեմ ավարտական հարցում Բայց վրաց միգրաֆոն կա, շատ բանա, շատ առանձին հարց է, ավելի լավ գրեք։ Բայց ուղիղ ես հետ ավելի լավ է էլեկտրոնային պոստով կամ մեր գործընկերներից ինչ-որ մեկը կլսի, Տիկին Ղազարյանը ձեզ կլսի, ազգային ժողովի պատվարանը։ Իրար դեմ հակակարով։ Հոնდა թանգն է ապը։ Որ միակը թանգն է։ Այո, դες տղեկ։ Հանաշ կտավաց։ Գախնիկա բանջին։ Պետերբուրգ գլոկը կապու տարիքետիրությունը ապնասմա ռեպրեսիաների նոր խոլասս է։ Բայց բանը զույգս կապու ես ընդհանրապես կարտերն էի բրնել, ինքը շուրհագի Ստեղ բան կա, ինչ որ կպած։ Չէ, գլխարկի վրա։ Բարև ձեզ, ո՞ր։ Ուզենայի պարոն վարչապետի, Սիմոն Ալենյանի Սիմոն Ալենյանի Սիմոն Ալենյանի
Ապավագությունում անջան։ Ամեն ապոխում ունդ է։ Merci, Charles. Բարի 1000 բարի։ Չէ ջոգ եղա։ Չէ ջոգ են որ։ Դու Փաշինյանը կաշատա։ Այստեղից Ձեզ բարև ենք լեզվից, Հիմնականում չինական։ Արմենիա, բայց Արմենիա։
Լավ է, հաջողություն բեր որտեղ։ Շնորհակալ եմ։ Էսա ճիշտ է տապան կարեսման։ Ես հիմնականում Տղաները կգաս կտնեն։ Ալեն։ Անցում չկա վրաց։ Բավուր ավտոբուսում է։ Նորմալ։ Եթե վերջնացում ընդհանրեն գալը, դե գնա։ Ո՞նց մենք ուրիշ ժամ դնում Ինչի մասին է նավակը, ինչի մասին է։ Բադրամարը եկել են, որտեղ ենք պատասխանած նամակ կա, բանց տեղում վերցնենք պատասխանը։ Ինչի մասին է հլասը։ Որքանցեղով հիվանդին փոխադրություն չտվեցին, որ իրանք մարը կուտականից փագել բանկի բանկեր, որը առաջացել են բուժման հետևա։ Դե չգիտեմ, պարտավոր մտքին է։ 8 տարի առաջ։ Կալոկտակահության նախարարությունից հանձնաժողով են եկել։ Հաստատությունն է կարող է։ Բայց եթե օրենքիրով է, եթե օրենքով հասնը չի կարա հետ չկա։ Այդպիսի օրենք չկա, վերջնաչորով կարգի հապում է։ Դե որ օրենք չկա, բա առանց օրենքի ոնց ան։ Հիմա իջնում են ներքև, ամեց են վերել։ Եկա։ Ամեց են։ Չնանց ուշանում ենք, բայց ես ագում եմ։ Այս կողմից առաջին մոտ երրորդ հարկ։ Ոսա։ Որ հարկ է։ Ես սպասում ես։ Հասկանալ կողմ արշակություն վարչանքին ասպապատ ներով Ստեղա։ Այո, բանից ես իմանց ես։ Ինչ եք եք։
Ուզում ենք ձեզ տեսնեինք։ Այստեղ։ Բարև ձեզ։ Անցեք նստեք։ Համեցեք։ Բայց մենք եթերը միացած։ Ոչ մի խնդիր չկա, պարոն։ Ինչ չէ հազում։ Ոչինչ, ես եմ ասում։ Ասեք թե տեսնենք։ Ասեմ, ես պարոն Փաշինյան։ Տիկին Ավանեսյան։ Որոսյանն է չուկա։ Համեցեք նստեք։ Դա ուրախ եմ որ եկել եք։ Համեցեք։ Կներեք իհարկե, ուղղակի ես Դրանք ինչ է։ չի ուզեն այսպես ստացնել մեր հանդիպումը, անկեղծ։ Ինչ կա, տան խոր։ Նստեք բան։ Նստեք, խնդրեմ։ Ոչինչ որ ես կանով։ Իհարկե, նստեք։ Հա։ Ուրեմն ես ինքս անցել եմ Խաչկեղով հիվանդության փուլ, վիրահատություն, ճարագայթային հաղթահարել։ Բա սկսենք լավ Լավ նորություն է այնքան ողա, լավ որ փառք ասու, շնորհակալ եմ բժիշկներից եւ այլից, բայց այս համակարգը շատ կիսատ է։ Իրոք է, բայց բուժման ընթացքում դուք միտը բաներ պետպասվերով արել, ճիշտ է։ Այս ժամանակ ես հավաքել եմ մեծ Իրոք է, ես 15 թվականին եմ վիրահատվել, 15 թվականին վիրահատվել եմ, անցել եմ ճարագայթային քիմիոթերապիա 4 կուրս, այդ թղթերը բոլորը կա, ձեր նամակներում էլ կար, այն ժամանակ Տիկին Աննայի ֆոնդին էլ էի գրել, սոցիալ-նախարարություն էլ էի գրել, կուտակայինում էլ էի գրել, որովհետև ունեմ կուտակայում ահռելի մեծ գումար, որ կարող է այդ փողով ես փակեի իմ հավաքված պարտքերը, ես ինքս ամուսնացած եմ երեխա ընտանիքներ, իմ եղբայրները ինձ սպառում են, սաղ ասում, բայց նրանք պարտական չէին, որ իմ այդ ամբողջ ահռելի կորացած գումարը, որ մամա բավականին լուրջ մանեն ու այդ կարգի հիվանդների համար ավելի մեծ աջակցությունը նախարարինը, որպեսզի հիվանդը մոռանա իր այդ գումարային այդ հոգեկան ապրումները ու դրա հետ մեկտեղ ես ունեի խնդիր, որ պիտի աշխատեի ու փորձեի փակել։ Տունը գրավի տակ էինք դրել, որ կարողանայինք, հա, այս տունը, որ կարողանայինք այդ հարցերը լուծեինք, փարկասու լուծեցինք եւ այլն ու մնաց այդպիսի վիճակ, որ երբ որ ես աշխատանք չունեի քիմիոթերապիա եւ այդ բուժումից հետո մարդը այդքան էլ առողջական լավ վիճակում չի լինում ու ժամանակ եկել, որպեսզի ես աշխատանք գտնեի։ Այս ժամանակ ես չէի աշխատում, բայց ունեի կուտակային ֆոնդում մոտ $7,000 ծավալ փող։ Հիմա էլ ունեմ։ Համարյա Հա, գիտեմ, 100 անգամ դիմել եմ, ահագին է, ունես չի։ Բայց հիմա կարգավորումն եմ, ուրեմն չի Ահագին, նախատեսվում։ տեսեք, ես կարդացի, Կներեք, էլի որ դեպքեր, ման նախատեսվում։ Կոնկրետ ցանկ, որը որ հիվանդությունների։ Պարոն Փորոսյան, ես որը մենք գնահատում ենք ապուդեյով, եթե համապատասխանում է։ շատ ներողություն։ Ես պատմեմ, Բայց ինչի միջով որ ես եմ նորից ճիշտ է։ Հիմա ասեք, ես այն ժամանակ դիմեցի, սոցիալ դիմեցի ինձ պատուհանից դուրս շպրտեցին, ասին պետք է պատուհանից դիմել այդպիսի օրենք չունենք, բայց ես կարդացել էի կուտակայինի, ես օրենքները բավականին շատ ուսումնասիրած մարդ եմ։ Կարդացել էի, որ Խաչկեղով հիվանդության դեպքում որոշ կետերում տրամադրվում է։ Ու երբ որ ես աշխատանք չունեի, այդ օրենքներն է, որ հիմա կիրառում եք, շատ լավ եք անում, որ կուտակայինի գումարը հետո տարբեր իրանց ընտանիքներին, բայց հաշվի առեք, որ մարդիկ կան, որոնք ընտանիք չունեն։ Օրինակ ես մենակ Ավչյան։ Տիկին Ավչյան, տեսեք, նախարարը ասեց, որ կա հիվանդությունների կոնկրետ ցանկ։ Հիմա մենք ինչ կանենք, քանի որ ես էլ ասեցի, կես կատագորիկ ենք տենենք, ինչ չպատասխանենք, դիմենք պատասխանենք։ Հիմա կնայենք, եթե, բայց ուղղակի եկեք մի բան պայմանավորվենք, եթե օրենքի կարգավորումը նենց է, որ չեն կարող տալ, դե չեն կարող։ Օրենքում գրած էր, որ Խաչկեղով հիվանդ դեպքում հանձնաժողով ստեղծեց, ինչ էին ստեղծում։ Այդ երբ որ թվին։ Երբ 18 թվականին։ Ես զանգեցի սոցիալ, զանգեցի առողջապահություն։ Իմ աստպավորությունը այն է, որ օրենքի կարգավորումը եթե թույլ տալ, որ վերադասնենք, վերադասնենք։ Օրենքի կարգավորումը թույլ չկա։ Օրենքի մեջ գրած է, նույնիսկ հիվանդանոցից էին ներկայացուցիչներ կա, որ գրած է, որ Խաչկեղով հիվանդ, ինվազիվ, այսինքն 4-րդ կարգ։ Եթե մարդ չունի 4-րդ կարգի հիվանդություն, չէ, սենց հասկանանք։ Եկեք ինձ մի հատ լսեք, ես շատ ուղղակի այս 8 տարի ես մեռա դռները ծեծելով, ես մեռա պատուհան, ես ինքս աշխատող եմ, ես հիմա էլ աշխատանք չունեմ, բայց այդ ժամանակավորը այնպես չի։ Ուզում եմ ասել, պետք չի մարդուն թողել այն վիճակում, օրենքը գնում են, որպեսզի մարդու կյանքը հեշտացնեն։ Օրենքը չեն գնում մենակ հարկեր հավաքել մարդուն գցեն նրա ապրումների մեջ, որ ինքը չիմանա հաջորդ ամսվա
հոթելից համուծելու, որը առաջացել է ոչ թե ռեստորաններում ուտել խմելուց, այլ ընդհանրապես առողջության հետ կապված հարցեր լուծելուց։ Ես ընդունում եմ, որ բավականին մեծ փոփոխություններ ա եղել, ես ինքս ուսումնասիրել եմ, որտեղ հիմա էլ այդ խնդիրը ունեմ, որ ես վարձով եմ ապրում այս տանը, ունեմ գումար, որը իմ ժառանգությունից ինձ մնացած փայ է, բայց դա չի հերիքում, եւ ունեմ $20,000 կուտակայնում այսօր, բայց ես չեմ կարող ինձ բնակության հարց լուծեմ, որովհետեւ այդ կասեն, մտածում եմ, որ գնամ դիմել, կասեն այդպիսի բան չկա գրած, $20,000 կտանք 65 տարեկանդ լրանալուց, երբ որ ես հանձնաժողովին հարց տվեցի, այս իմ փաստաթղթերն է, ես բուժում եմ անցել, առողջապահության նախարարության ներկայացուցիչին ասի, հիմա ես 40 տարեկան եմ, հարց եմ տալի, դուք երաշխավորում եք, որ ես 65 տարի կալ կլինեմ, կապրեմ ու դուք ինձ նրանց հետո արժանապատիվ թոշակ կտաք, ասում է չէ, ոչ ոք չեն կարող երաշխավորել, բայց հիմա ես քրեքաշ ապրում եմ, ես հարաբերական Սպասեմ մինչև 65-ը զգա, ես կարողանամ ապրել, պարոն Աշինյան, կներեք, միգուցե սխալ եմ արտահայտում, ովքեր եմ արտահայտում, բայց այդ կատեգորիայի հիվանդներին պետք է ուրիշ աչքով նայել։ Չպետք չի ստեղծել, ինձ պետք չի, որ ես $20,000 ուտեմ իմ հաշվին, ու ես այսօր մտածեմ, որտեղից կուրս չանեմ, որտեղ ռեզումե ուղարկեմ, որ բացարձակ բանի տեղ չդնեմ։ Բոլորը ունենալ փողը։ Ես հասկանում եմ, ես ընդունում եմ դա այդ փողը։ Այսինքն բոլորը ունենան փողը, ես եմ ունենան, Ես հասկանում եմ, բայց դուք իմ նման հիվանդության միջով աստվածչալի չեք անցել։ Ես իհարկե ձեզ եմ ցանկանում առողջություն։ Այո, առողջություն բոլորին մտել։ Հիմա ընթացքում ուզում եմ ցանկանում, կարող հենց հիմա նույնիսկ կարողան որ դեպքերում ան, բայց մասնագետները գնահատում են յուրաքանչյուր կողմ։ Հա, ինձ ասացին դուք չեք գնացել, դուք պետք է գնաք շաքար ունենալ, ինչ-որ բան մենք ռեստորանի փող չէի ուզում։ Եթե մենք ինչ-որ բան սխալենք, պետական բան։ Ես խնդրում եմ, ասում եք փոխանցեք։ Մենք կարող ենք նորից գնահատել ամբողջությամբ օբյեկտիվ։ Հիմա ես էլ չեմ գնում բժշկի, ոչ մի տեղ չեմ գնում, որովհետև չունեմ այդ գումարը, չեմ էլ ուզում գնալ, որովհետև Այդ կուտակային համակարգի ամբողջ իմաստն է, եթե որ հետո լավ ապրեն։ Չէ, մի րոպե։ Հետո որ թոշակի համար գումար կուտակվի, թոշակի համար գումար կուտակվի։ Դրա համար համակարգը կառուցված անեն, որ բոլորը կուզենան, բոլոր առիթներով իրանց գումարները հետ վերցնեն։ Ես ընդունում եմ, որ կան առանձնացում։ Ես չեմ ուզել, ասել եմ վարկս փակեք, հանգիստ չեմ։ Մի րոպե, ինչ տարբերություն կա։ Դրա համար հենց կուտակման իմաստն է, որ եթե շատ Ծայրահեղ ինչ-որ։ Ծայրահեղը համարվում է մարդը մահամերձ ունի։ Չորրորդ կարգի, բայց եթե մարդը ամեն ինչ ինչով անցել է։ Օրենքը ընդունվում է այն պահին, երբ որ ձեր դեպքը դեռ չկա։ Ձեր դեպքը դեռ չկա։ Օրենքը ընդունվում է, դուք գնում եք դիմում եք, պաշտոնյան նայում է։ Ձեր դեպքը այդ օրենքով գրածին համապատասխանում է, թե չէ։ Եթե համապատասխանում է, տալիս է, եթե չի համապատասխանում, Ասել եմ այդպիսի դեպքեր չենք ունեցել։ Այսինքն միայնակ մարդը որին ընտանիքը կարա չպակավոր տեսեք, մենք ինչ կարող ենք անել, մենք կարող ենք ձեր դեպքը նորից վերանայել, եթե պիտի տային եւ չեն տվել, դա կարելի է ուղղել, բայց եթե օրենքի կարգավորումն անեց, որը ձեզ համար չի միայն ընդունվել, կարգավորումը Պաշտոնյան, ով որ ստորագրի, որ այս փողը տան, հետո այդ մարդը ինքը պրոբլեմի առաջ կկանգնի։ Հասկանում եք, օրենքը միշտ էլ, հասկանում եք, օրենքը միշտ էլ ունի սահման։ Կա սահման, այս սենց սահմանը գծած է, եւ միշտ ինչ-որ մի հատ դեպք կա, որ այդ սահմանի եզրին է, մի միլիմետր է հեռու այդ սահմանի։ Ամենայն հարգանքով, ես հասկանում եմ ձեր վրդովմունքներ, հուզմունքներ, ցավներ, բայց եթե տենց չլինի, այդ կուտակային համակարգը չի կարող։ Ես հասկանում եմ, ես այն ժամանակ ժողովի, ժամանակ հանձնաժողովին ասել եմ, որ 20 օքանոց է, շատ լավ անունները չգիտեմ, բայց բոլորին հիշում եմ, բոլոր տեղերի, որովհետև անմիջապես դիմել է, որտեղ գնացել է սոցապ, ասել էին դիմել առողջապահության նախագահ, գնացել են առողջապահություն, ասել էին գնացել կուտակային ֆոնդ դիմել, գնացել այդպես ամբողջ մի ամիս ես այդ կարգավիճակով ճառագայթ ստացած, հույսս հիմա հանգի ժամանակ 120 նախապում, այդ քիմիոթերապիայից հետո է։ Չէ, ուզում եմ ասեմ, բոլոր հանձնաժողովի անդամների ներկայության դեպքում ես ասեցի, ես ապրելու գումար չեմ ուզում, ես ուզում եմ, որ հնարավորինս դեռ գրած է, չէ, վարկը փակեք, երբ որ մարդիկ չունեն, հետո կաշխատեմ, էլ այդ իմ կուտակայնում ավելանալու է, չէ, դեռ չի հավաշվում։ Պիտին Հավչան, բայց այդ հանձնաժողովի մասնակցել մեծ մասը բժիշկ են, չէ՞։ Ես չեմ անհապել։ Իրանք
գնահատում են զուտ առողջության համապատասխանությունը այս բանին, որ ստեղ գրավ։ Վարկի համապատասխանությունը չէ։ Չէ, վարկը չէ, իրանք զուտ ասեցի, դուք այդ կարգավիճակում չեք գտնվում։ Դուք այդ կարգավիճակում չեք գտնվում, բա ոնց կանեն։ Ես էլ ասում եմ, որ կարգավիճակում 4-րդ կարգա, եթե լինեմ քաղաքելով Իվան 4-րդ դասի, որ էլ ինձ ընդհանրապես պետք չէ ներկում։ Ես էլ եկեք մի բան հասկանում։ Այդ կարգավորումը ընդունվել է միջև ձեր դեպքը։ Այսինքն օրենքը ընդունվել է տենց։ Ես ուզում եմ, որ ես նույնիսկ մի անգամ գրել եմ, որ այս հարցը բարձրաձայնում եմ, ուզենալով, որ այն մարդիկ, որոնք կգտնվեն իմ կարգավիճակում, հետո այդ ապրումների մեջ չընկնեն, որը որ ես եմ դրա համար մենք առողջության ապահովության համակարգ ենք ներդրել, որ նրանք ովքեր ձեր վիճակում Աստված չանի, դրանեն էլ այդ դեպքերը չընկնեն, որովհետև ծախսի մեծ մասը, եթե ոչ բոլորը, կառավարությունը պետական բյուջեն ծախսում է։ Հիմա էլ եմ ասում, ձեր ներողություն։ Հիմա որպեսզի ամփոփեմ, ձեր դեպքը նորից կնայեք, բայց եթե օրենքի կարգավորումը տենց է, որ չի ասում, մենք ուզենանք էլ չենք կարող փոխել։ Հիմա ներողություն, հետին թվով փոխենք էլի չենք կարող։ Ես խնդիր չունեմ, ես հիմա էլ ասում եմ, օրենքները գնում են մարդկանց կյանքը հեշտացնելու համար։ Այդ կուտակային ֆոնդում դուք չես, ովքեր որ այս օրենքը գնում են, գրել են մարդու մահից հետո գումարը փոխածա իր ժառանգներ։ Ես հիմա ժառանգ չունեմ, հարցեմ տալու։ Չեմ ուզում, որ ինձանից հետո։ Որովհետև այդ ֆոնդը դրա համար է, որ երբ որ մարդու թոշակային տարիքը դրանա, ինքը թոշակ գումար ունենա ապրելու համար։ Որովհետև հիմա եթե թողենք, բոլոր ես էլ կարամ մի կարիք կլինի, ասեմ իմ փողը հետ տվեք։ Ես չեմ ուզում դրա համար։ Պարոն վարչապետ, հենց ամենակարևորն է, որ այն մարդիկ, ովքեր չունեն երեխաներ, ավելի անկախ լինեն հենց այդ տարում։ Ես հիմա ոչ աշխատանք եմ կարող գտնեմ, բարձրակուն կրթություն ունեմ, նես չի, որ չեմ աշխատել, ես գինեգործ եմ տարբեր գործարաններում եմ աշխատել, ամիսներով աշխատավարձ չեն տվել դրա համար դուրս եմ եկել, որովհետև 3 ամիսը մեկ, 4 ամիսը մեկ աշխատավարձ եմ ստացել։ Չեմ ուզում եմ հարցին լուծում տանք, ուզում եմ, որ թեկուզ այն հարցը, որ ես այսօր ունեմ խնդիր, բայց բնակության բան չունեմ, ես այսօր վարձով եմ ապրում իմ այս տանը, իմ հայրական տունը ստիպված վաճառել են, առանձնացել են եղբորս հետ, ես վարձով եմ ապրում, ես աշխատանք հիմա չունեմ, ես չեմ ուզում ինձ աշխատանք տալ, ես տարբեր տեղեր ռեզումեներ ուղղած, ես ուզում էի, որ իմ այդ հիվանդությունով մարդկանց, որոնք չունեն ժառանգներ, նրանց հարցը լուծվի, որոնք ոնց բացատրեմ, ես եթե ձեր գումարը տային, դուք գայիք հասնեք կենսաթոշակ։ Ես հիմա էլ եթե դիմեմ, հա։ Ուզես կենսաթոշակ չտային, դա ավելի ճիշտ է։ Իսկ լավ է, որ ես 40 տարեկանից քրքաշ 14 ժամով աշխատել եմ, որ ապրեմ, վարկս փակեմ, չգիտեմ, իմ գոյատերից անպարել։ Ես աշխատել եմ, շատ լավ եմ աշխատել, իմ ոլորտում շատ լավ ճանաչում եմ, պարոն Փաշինյան, ես գլուխ չեմ գովում, բայց ես այն մարդկանցից չեմ, որ գնամ, չգիտեմ, ոնց բացատրեմ, ես ուզում եմ, որ օրենքը հստակ լինի հիվանդների համար, հստակ է այն դեպքում, որ եթե մարդիկ ժառանգ չունեն, ինձ թուղթ ասում է, դուք որ սոցիալի նախարարության ներկայացուցիչ ասում է, դուք որտեղից այս ինֆորմացիան եք տիրապետում, ասում կարդացել եմ օրենքը։ Իրանց թվում է, թե այսինքն այդ մասից ենգում բոլոր հանգրագետները չեմ ասում։ Մենք ձեր դեպքը նորից կնայենք, եթե օրենքի խախտումը թույլ տրվել եւ ձեզ օրենքի խախտումով չեն տվել այդ գումարը, դա լուծվող հարց է, բայց եթե օրենքը կարգավորված է, հիմա այդ հարցը լուծում չունի, ես չեմ կարող ձեզ խաբել, այդ հարցը լուծում չունի, որովհետեւ միջև ձեր դեպքը առաջանալ, այդ օրենքը տենց ընդունվել է։ Եվ ասում են դրա տրամաբանություններն է, որ մարդիկ հասնեն 65 տարեկան, թոշակի գումար ունենան, բազային թոշակը ինչքան մենք դնում ենք, մի հատ դրա վրա ավելանա։ Բայց ես հարց եմ տալ առողջապահության նախարարությանը, 4-րդ կարգի աստված չանի, հարց եղող հիվանդը, որը 36 տարեկանում անցել է այդ փուլը, դուք երաշխավոր օրինքը կհասնի 65, հետո կստանա արժանապատիվ թոշակ։ Ասել եմ ոչ, ասել եմ, բայց փողը իմ ինչին է պետք, եթե այսօր ես աշխատանք չունեմ, ապրելակերպ չունեմ, ոնց եմ անում, ուսերը բոլորը չէ, բայց դա դրա համար 65 տարեկանից հետոյի համար նախատեսված գումարն է, այդ գումարը աշխատում է տոկոս է գալիս, ձեր տոկոսի վրա տոկոս է ավելանում,
որ 65 տարեկան դա կոչվում է կուտակային կենսաթոշակային Հասկանում եմ, համակարգ։ ինձ ասել է։ Եվ ներողություն, օրենքով սահմանված դեպքերը կա, թե որ դեպքում է տրվում մարդու։ Հա, քարտկեղով հիվանդ, ինվազիվ, չգիտեմ ինչ, այսինքն այն որ այլևս այդ մարդու ապրելը մանր կամ աստիճանաբար հավասարմաձև է։ Հիմա ձեր պնդումը ինչ է, որ օրենքով ձեզ հասնում էր, չեն տվել։ Ես ասում եմ, որ ինձ չեն տվել, նաև ինձ պատշաճ վերաբերվում, երբ որ ես դիմել եմ պետական ատյան, այդ ոչ մի չեմ ուզել հատուկ ուզել եմ իմ հարցին նորմալ Տիկինա, ձեր պնդումն են, որ օրենքով ձեզ հասնում էր, չեն տվել։ Այո, ինձ հասնում է, օրենքը իսատագրած, որովհետև գոյություն ունեն մարդիկ Հայաստանում, որոնք ժառանգ չունեն։ Տիկինա, հիմա եթե ձեր պնդումն են, որ օրենքով ձեզ հասնում էր, չեն տվել, մենք կնայենք, եթե օրենքով ձեզ հասնում էր, չեն տվել, դա ուղղելի է։ Եթե հասնում է, բայց կարող է պարտի, որ օրենքով չեն հասնում, չեն տվել։ Ինչքան էլ դա կարա լավ չհնչի, անարդար հնչի եւ այլն, բայց դա ձեզ համար ձեր դեմ չի արված, այլ դա օրենքի կարգավորումը, պաշտոնյան չի կարող հասնել օրենքի, անցնել օրենքի կարգավորումը, որովհետեւ եթե անցնի, վաղը իրար դեմ քրեական գործ կհարուցեն, կտանեն, կդատեն, կասեն դու իրավունք չունես սա։ Սրա մասին ամենաճիշտ տարբերակը։ Եկեք մենք ներողություն ենք խնդրում ձեր ապօրինների համար։ Հիմա ապօրինները արդեն 15 թվականից են։ Հա, բայց ներողություն ենք խնդրում ներխուժելու համար, բայց կնայենք, եթե օրենքով սխալ է տեղի Նայեք, որ մի հիվանդներ այդ ապրումների մեջ չունեն։ Ցանկացած գիտեք ապրումը մեծ չի խնդիր, բայց էլի է։ Չէ, ապրումը մեջ է։ Ապրումը ապրում, բայց օրենքի կարգավորումը օրենքի կարգավորում։ Իհարկե։ Օրենքները գրում են մարդկանց կյանքը հեշտացնելու համար։ Այո, բայց մի մարդը հենց այդ ենք ասում, որ երբ որ այդ օրենքը չլինի, 65 տարեկանից հետո այդ մարդկանց կյանքը չի հեշտանա, այս Ես 40 տարեկանում չեմ ապրել, 65-ից ապրել լավ պետք չի։ Տիկինա, հիմա ասեք ինչ ան։ Երևություն ոչ հիմա։ Գնացինք ստեսություն։ Մեզ մտեք։ Չի արդեն դուրս ենք գալու։ Այս ձեր տունն է։ Ողջույն եմ միացես։ Մեկ էլ եմ որ ապրիլի 24-ին հիշնում էիք թերթը ձեռքս։ Հա, եղբայր։ Ուզեմ ասեմ, միշտ իմ ձեռքը խերով է։ Շնորհակալ հաջողություն։ Լավ Մի հատ նկարենք ձեր հետ։ հաճույքով։ Կգաս, բայց ինքը ուզում է։ Կգաս իմ մոտ։ Այս հենց կանգնենք նկարվենք։ Մի հատ նայ։ Լավ։ Մի հատ էլ մեզ նկարեք։ Լավ եղեք, շնորհակալ եմ շատ։ Իհարկե կարելի է։ Բարեկել ենք ձեզ բարև ենք։ Ոնց եք։ Լավ եք։ Բարև։ Հաճույքով։ Մի քանի հատ, հա։ Քանի հատ, լավ, հերվի։ Ձեզ լավ եմ նկարում։ Շատ շնորհակալություն։ Բարև եղբայր, լավ ես։ Ուրախ եմ շատ։ Լավ եմ, ցավություն։ Հա։ Շատ ապրել։ Իհարկե։ Ես իրան եմ։
Հաջան։ ոնց անենք գործինի 2 րոպեով հնարավորություն ունի Բարև ձեզ։ Դուք ինձ ճանաչում եք։ Այո, ճանաչում եմ։ Բազմաթիվ անգամ դիմումներ ունենք ձեզ։ Բայց մենք հանդիպել ենք, չէ՞։ Հանդիպել ենք 22 թվականին, վերջին անգամ։ Ձեր հանձնարարությամբ ստեղծվեց հանձնաժողով մեր քրեական գործերի ուսումնասիրելու համար։ Այո։ Ուսումնասիրեցին շատ լավ, մենք գոհ մնացինք դրանից։ Բայց դրանից հետո ոչինչ չի արվում։ Հիմա հերթով արդեն գործերը կարճվում է։ 2 քրեական գործ մեր ծնողներից, 5 քրեական գործից երկուսը արդեն Բայց դատարանել է ուղարկվել։ Մեր գործը դատարանում է, էլի նորից ինքնասպանության հասցնելով, այդ մի տղային, որ ինքնասպանության իբր հասցրել է իմ երեխուն, բայց տենց բան չկա, սպանել են, դուք էլ լավ գիտեք, որովհետև այն ժամանակ որ Ես լավ չգիտեմ, որ այդ քննության մանրամասն չեմ տիրա։ Քննության մանրամասները չգիտեք, բայց ինչի եմ ասում դուք լավ գիտեք, պարոն Փաշինյան, որովհետև այն ժամանակ որ Աննա Վարդապետյանը մեր 5 քրեական գործը ձեզ ներկայացնում էր, ինքը ասեց ձեզ, որ այս մայրերը ճիշտ են, այս քրեական գործերը պետք է վերաբերական ստանան։ Այո, դուք ներկա եք։ Ինքը ասել է, որ այդ քրեական գործերը կնայվեն, այս վերջերս էլ մենք խոսել ենք, որոշները ուղարկվել են դատարան եւ որոշներով էլ շարունակվում է, բայց ել եմ ասում, մենք այսօր քննությունը կամ դատախազությունը քննությունը սխալ անելու որևէ մոտիվացիա չունի։ Քննությունը իրականացվում է փաստերի հիման վրա։ Փաստերը ինչպիսին են, այնպիսին էլ կլինի։ Մի վարքյան, դուք երևի լավ տեղյակ չեք։ Իմ տղայի գործը հիմա դատարանում է։ Ես այդ դատավարությունը չեմ ընդունում, որովհետև ասում են ինքնասպանության հասցնելով ներողություն, երբ է գնացել դատարան։ Մի րոպե, երբ է գնացել դատարան։ Երբ է գնացել։ Հիմա չեմ կարող։ Չէ, մի տարի առաջ, 2 տարի առաջ։ Մի րոպե կներեք, մի րոպե։ Դա նշանակում է, որ մեր հանդիպումից հետո քննությունը բացվել է, քննությունը ավարտվել է եւ գործը ուղարկվել է դատարան։ Հիմա դատարանում ինչ եզրակացության կգան։ Ես այլ տղաներից չունեմ։ Եզրակացության կգան։ Նախապես արդեն գիտեմ։ Ասում եմ, երբ որ այդ տղային Ռուսաստանից ռոզիսկ են տվել, հետախուզում են հայտարարել, Ռուսաստանը չի տալիս։ Նանա Մուրադյան։ Տիկին Մուրադյան։ Մենք պայմանավորվել ենք, որ գործը կհետաքննվի, կուղարկվի դատարան։ Գործը հետաքննվել է, ուղարկվել է դատարան։ Պարոն Փաշինյան, մի խնդրանք ունենք։ Ուզում ենք մեզ ընդունեք 5 ծնողից, 4 ծնողից արդեն։ 4 ծնողից մեզ ընդունեք, նստենք քննարկենք։ Դուք մեզ ասում եք։ Ես ընդունել եմ ձեզ, մի րոպե կներեք։ Դուք մեզ ասում եք, ես եմ ու դուք եք, ոչ մեկից գործ չունեք։ Չէ, մի րոպե կներեք, ես ձեզ ընդունել եմ կառավարության շենքում։ Այո, 22 թվականին, որովհետև այն ժամանակ տենց պայմանավորվեցինք, որ ամեն գործ ուսումնասիրելուց հետո ձեզ պիտի ներկայացնի։ Հիմա գործը ուսումնասիրվել է, ուղարկվել է դատարան։ Թողեք դատարանում գնա, ես էլ բան դատարանում գիտեք ինչ են ասում։ Ասում եմ, երբ որ այդ տղուն լավ ինքնասպանության հասցնելով դատեցիք, ինչ ա լինելու, ասում եմ, երբ որ Հայաստան կգա, այդ ժամանակ այդ տղային կդատենք, չի գա էդի Հայաստան։ Ինչ անենք ուրիշ։ Բա ես ինչ գլխի քարին տամ իմ գլուխը։ Մարտի 15-ին 16 տարին իմ տղայի սպանության կլրանա, որ քարին տամ իմ գլուխը ասեք։ Հիմա ասենք ինչ անենք մենք, ինչ անենք։ Ինչ պիտի անենք։ Մենակ ինքը չի, քննիչին բերեք, դատախազին բերեք, դատեք։ Գլխավոր դատախազը ասում են կընդունեք, չի ընդունում մեզ։ Տիկին Մուրադյան, մի րոպե, Վարդապետյան ձեզ քանի անգամ ընդունել։ Չի ընդունել մեզ ընդհանրապես։ Իմ ներկայությամբ բա ընդունել։ Մի րոպե, մարդը ուրիշ մարդ ուրիշ երկրում, դրա համար ընթացակարգ կա։ Պետք է հետախուզում հայտարարեն, դիմեն, էս անեն, իրավական, բա ուրիշ ինչ անեն։ Հետախուզումը չեն տվել, Ռուսաստանը չի ներազգում, ասում են ինքը բաղի մտածում չեմ հանդիպում։ Ուրիշ ինչ անեն, կա իրավական ընթացակարգ։ Մենակ ինքը չի, բերեք քննիչին, դատախազը դատեք, բացեք։ Մի րոպե։ Մենք հանդիպել ենք, մենք ձեզ խոստացել ենք, որ գործը կքննենք, կուղարկենք դատարան։ Գործը քննվել է, ուղարկել դատարան։ Հիմա դատարանում պետք է որոշվի։ Ինձ հանդիպեք, չհանդիպեք, ենա հանդիպում եք։ Ես չեմ կարող ոչի բան անել։ Դա արդեն դատական ատյանի խնդիրն է, պետք է հետախուզում։ Չեք ուզում ձեզ ներկայացնեք մանրամասը սենց ինձ որ տեսնեք մանրամասն այս երկրում, որ ոչինչ չի կատարվում այս երկրում։ Դատական այդ համակարգը ոչինչ չի անում։
Գործը գնացել է դատարան։ Գնացել է դատարան գործը, բայց ինչ ձևի է գնացել։ Ես ինչ պետք է անեմ։ Ես ինչ պետք է։ Մի հատ ասեք, ես ինչ պետք է անեմ։ Սպանության գործերը պետք է վերավորակում ստանան, հոդվածները փոխել։ Հարգելիս, Որտեւ իմերական ֆինանսման չի եղել, սպանել են իմերական։ հարգելիս։ Փաստերը կա։ Գործը վերավորակվում է փաստական հիմքի վրա։ Այո։ Ես դատական Փաստական հիմքն էլ այդ որ ուսումնասիրեցին ձեր հանձնարարությամբ մեր քրեական գործերը ուսումնասիրեցին եւ ուղարկեցին Աննա դատական։ Վարդապետյանը, որը որ հիմա գլխավոր դատախազա եւ այն ժամանակ ձեր հանձնարարությամբ եւ ինքը եղել է այդ խմբի, որ ուսումնասիրել են ղեկավարը, առանց իր ստորակ իմանալու մի հատ կետ, մի հատ ստորակը չի դրվել, որ նոր այդ Հարգելիս տեսեք, գործը ուղարկվել է դատարան, դատանում պետք է քննվի, ես ուրիշ բան չեմ քննվի, էլի քննվի, բայց Կներեք, ես քննվի։ այն ինչ որ խոստացել եմ արվել է։ Հիմա դատանը Հիմա դուք էլ կքննվի։ մեզ չեք կարող ընդունել։ Ես դες կարող եմ ընդունել։ Ես դες կարող եմ ընդունել, բայց ընդունեք, մենք նստենք քննարկենք այս հարցը։ Բայց ես ուրիշ բան ձեզ ես ներողություն եմ։ տարի պիտի սենց սպասեմ։ Ներողություն եմ խնդրում, բայց ընդունեմ, մեկը ուրիշ բան, ինչ որ հիմա ասեցի, չեմ կարող Դուք ասել։ լիքը բաներ չգիտեք, պարոն Փաշինյան, ինչ է Հարգելիս, ես ինձ պետք չի իմանալ, որովհետև ես ձեզ խոստացել եմ, որ գործը կբացվի, կուղարկվի դատարան, գործը ուղարկվել է, բացվել է, ուղարկվել է դատարան։ Հիմա դատական ուրիշ մարդ չի որ դատական իշխանությունը իր գործը պետք է անի։ Քանի գործը քննվում է առավել եւս ոչ մեկ ոչ մի բան չի կարող անի։ Գործը պետք է դատարանում քննվի։ Հաջան, ոնց անեմ։ Հաջան։ Եկեք, բարև ձեզ։ Ով է նկար։ Լավ է։ Իրատեսական չի։ Հիմա Ինչի՞։ Կարած գրես էլեկտրոնային փոստով էլ։ Կարոն բերեմ նամակը գցեմ։ Քեն այդ բարև։ Լավ է։ Լավ։ Գյումրիում ֆեստիվալի ժամանակ Ուրախ եմ սա։ Սենց ոտի վրա չենք կարելու ժամանակի էլեկտրոնային փոստով գրի ինձ։ Հետո թողստել մեզի ներգրավել այս ընտրական այս կամպանիաների մեջ, որ մենք ստել լուրջ բաներ կարել։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Պարոն Փաշինյան, ձեզ հարց ունեմ Համեցկանի ծառայողականի հետ։ Ինչ ծառայողական։ Ես պատերազմի մասնակից եմ եղել։ Իմ արձակուրդայինները գրել են։ 52-258 օրամասը։ Ես դիմել եմ, ինձ ասեցին, որ դիմեմ պարոն Պապիկյանին։ Դիմել եմ, ու այդ անպատասխան է մնացել։ Ինչն անպատասխան մնացել։ Իմ տեղը գրես ստորագրել են, որ Ո՞վ է գրես ստորագրել։ Ինչ իմանամ։ Ոնց կարա տենց բան։ Հենց տենց։ Ուրա պարոն Պապիկյանը։ Բարև։ Ես դիմել եմ, Պապիկյան, պարոն Պապիկյան, մի րոպե կմոտենաք։ Ստեղ ծառայության հետ կապված խնդիր կա։ Մի հատ խնդրում եմ նայեք։ Ինչ համերգ եղբայր։ Հա, չգի, ապրիլին երևի։ Բարև, լավ եք։ Բարև։ Բարև։ Լավ, դուք լավ եք։ Նորից բարև, գնացինք։ Էլեկտրոնային փոստով ինչ կերեն, ոնց անեմ։ Հարցը ձևակերպի։ Ճանաչում եք իրան։ Այնինքն ճիշտ չի ասում, որ ինչ չի ճանաչում, ուղղակի լավ բան չարեց, որ տենց ասում։ Ով ով չի։ Որ դուք ասում եք չեմ ճանաչում, դուք Դե լավ բան չարեցիք։ Մի հատ լսի իրան։ Համայնքի ղեկավարը կրկես։ Ես իրան ճանաչում եմ, դու իր Եղբայր, բա ինչ ես ուզում։ ընտանիքի հետ էլ եմ մոտիկ այդ ցավը։ Դե բա ինչ անեմ ես ասա, ինչ անեմ։ Դե գրի մի բան ասա, եթե բան չես ասում, ինչ ես ուզում։ Մե առողջ չի, էլի։ Դե գրի ասում եմ, գրի։ Անձամ ես կարդում եմ, գրի։ Չէ, թղթի նամակով չի լինելու։ Ուղիղ գրի ինձ, էլեկտրոնային փոստ գրել գիտես։ Աշխատեմ Facebook-ի էջում գրած է այդ հասցեն, այդ հասցեով գրի։ Ստեփան։ Բարև։ Ոնց է։ Լավ, եղբայր։ Էլի գրաֆիկից հետ մնացինք, հա։ Ինչ գրաֆիկ։ Շատ լավ, էս էլ մեր արմավիրի այցն էր, տեսակ։ Հեռախոս ստուդիոյի։